Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, եւ այսօր իմ զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մաթևոսյան, մինչև հասնենք այսպես ավելի կենցաղային, ավելի առօրեական թեմաներին, հեռավոր հոկտեմբերին թվում է թե հեռավոր Հայաստանում տեղի կունենա միջոցառում, որը ես գիտեմ, որը շատ կարևորվում է, թե ձեր, թե քաղաքական թիմի կողմից, խոսքը վերաբերում է COP17-ին։ Ինչու է այդ միջոցառումը կարևոր։ Ինչով է կարևոր։ Միջոցառումը եւ այն հնարավորությունը, որը ընձեռվել է Հայաստանի Հանրապետությանը, ես կարծում եմ պատմական հնարավորություն է։ Նախ առաջինը ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիան եւ համաժողովը համարվում է աշխարհի ամենակարևորական շրջակա միջավայրի ոլորտում ամենակարևորագույն միջոցառումներից մեկը եւ եթե խոսենք նաեւ մասշտաբների ներգրավվածության առումով կոնվենցիայի կողմ երկրները 196-ն են եւ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն հյուրընկալելու է, ինչպես նշեցիք հոկտեմբերի 16-ին մենք սկսենք միջոցառումները, որը կտևի 2 շաբաթ, այլ նաեւ մենք նախագահելու ենք այս ամբողջ գործընթացը, որը տևելու է մինչեւ 2028 թվականը։ Կարևորությունը ուզում եմ շեշտադրել մի քանի ուղղություններով, նախ առաջինը դիվանագիտական, քաղաքական, շրջակա միջավայրի, բնապահպանական եւ իհարկե տնտեսական, որտեղ սա նաեւ մեծ հնարավորություններ է տալու Հայաստանի Հանրապետությանը երկկողմ հարաբերությունները ամրապնդելու եւ խորացնելու։ Օրակարգային հարցերը բավականին շատ են, 50-ից ավել օրակարգային հարցեր են քննարկվելու կոպի ժամանակ։ Եթե համեմատականով նշեմ, ապա նախորդ կոպերի ժամանակ քննարկվել են 30-ից 35 հարց, որը արդեն իսկ բավականին շատ է։ Մեր դեպքում նաև կարևորությունը այն է, որ մի քանի հարցեր ունենք, որոնք որ կենտրոնական հարցեր են աշխարհի համար, օրինակ վերանայվելու են տարբեր երկրների պարտավորվածությունների ընթացքը մեր դիտորդները կարծում լսած կլինեն Փարիզյան համաձայնագրի մասին, նմանատիպ եւս մեկ համաձայնագրի շատ կարևոր կա, որը վերաբերում է հենց կենսաբազմազանության ոլորտին եւ անկախ քննարկվող օրակարգային հարցերից դրանք բոլորը միջոլորտային են եւ պարտադիր կատարման ենթակա են կողմ երկրների համար 196 երկրների համար։ Մյուս առումով Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ հանդիսանում է եւ ավելի շուտ ունի իր ուրույն դերը աշխարհի քարտեզի վրա որպես կենսաբազմազանության եւ ամենակենսաբազմազան օջախներից մեկը աշխարհում, իսկ COP17-ը հյուրընկալելով եւ նախագահելով արդեն մենք մեր ասելիքը կունենանք որպես կարևորագույն որոշումներ կայացնող կենտրոններից մեկը։ Հայաստանին կոնկրետ ինչ կարող է դա տալ։ Տեսեք, մենք քննարկում ենք ընդհանուր առմամբ ինչի մասին է այդ ամեն ինչը, բայց սովորաբար այն երկրները, որոնք ընդունում են, իրենք որոշակի մի քիչ էգոիստաբար միգուցե հնչում, հա, բայց իրենք ունեն ակնկալիքներ, ինչ կստանա Հայաստանը դրանից, բաց նրանից, որ ասենք հազարավոր մարդիկ կգան, այստեղ հիմա տուրիստական ոլորտն չէ, այդպես ներկայացնում, փող կծախսեն, փող կմնա բյուջեում եւ այլն, այդ դնենք մի կողմի վրա։ Գետնի վրա ինչ կմնա։ Ես ինչպես նշեցի, նախ առաջին քաղաքական եւ դիվանագիտական, սա մեծ հնարավորություն է։ Օրինակ շրջակա միջավայրի նախարարության, եթե տեսանկյունից հարցին նայեմ, մենք վերջին շրջանում ունեցել ենք երկկողմ եւ բազմակողմ մի շարք հանդիպումներ, 20-ից ավել միջոցառումներ են կայացվել, որտեղ բոլոր նախագահության կարգավիճակն ունեցել է Հայաստանի Հանրապետությունը եւ ընդհանուր որոշումների կայացման ընթացքի մեջ մենք ունենք մեր ուրույն ասելիքը եւ ինչպես նշեցի որոշումները պարտադիր կատարման են Հայաստանի համար եւ քննարկվող բոլոր թեմաները, որոնք ազդում են տարբեր ոլորտների, սկսած գյուղատնտեսությունից, շրջակա միջավայր, բնություն, ավիացիա եւ այլն։ Հիմա մենք այս քննարկումների ժամանակ մենք մեր ասելիքը պետք է ունենանք իհարկե եւ նաեւ երկկողմ հարաբերությունների ժամանակ փորձենք քաղել հնարավորինս շատ։ Լավ, քանի որ շրջակա միջավայրի մասն ենք խոսում, տեսեք, մեր ամենակննարկվող թեմաներից մեկը, ընդ որում, այսպես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով երբեմն այդ մասին հիշում են, երբեմն մոռանում են այդ մասին, խոսքը վերաբերում է մեր բնապահպաններին, դա բնականաբար օդի աղտոտվածությունն է, հիմնականում քաղաքներում։ Սկսած Երևանից, վերջացրած Գյումրիով։ Հիմա ես գիտեմ, որ այստեղ համայնքային կառավարման ավելի շատ խնդիր կա, բայց շրջակա միջավայրի նախարարությունը չի կարող դրանից անմասն մնալ։ Օրինակ, չի կարող անմասն լինել, ասենք, Նորքի այգիներից, հա։
կամ այն հները կհիշեն, հա, մի քիչ իմ գոնե իմ տարեկիցները Փարոսի այգի էր կոչվում ժամանակին, մալեցեմ բավական մեծ, դրանք կոչվում էին Երևանի թոքեր։ Հիմա Երևանը թոքերից զրկված է ըստ էության եւ ինչ որ կատարվում է Երևանում, ինչ որ կատարվում է Գյումրիում մի քանի օր առաջ էի ես այնտեղ, դա համենայն դեպս Գյումրիունը ավելի շատ սարսափ ֆիլմ էր հիշեցնում, որտեղ ես միջև գրեթե կոճերս փոշու մեջով էի քայլում, այսինքն այդ մարդիկ այնտեղ ապրում են, ես այնտեղ ըստ էության 1-2 օրով էի գնացել։ Ինչ ենք անում այդ ուղղությամբ։ Նախ դուք ճիշտ նշեցիք, իհարկե լիազորությունների տարբեր կարգավիճակներ կան այստեղ, բայց շրջակա միջավայրի նախարարությունը որպես ոլորտի լիազոր մարմին եւ քաղաքականությունները մշակող լիազոր մարմին անմասն չի կարող մնալ։ Այս ուղղությամբ նախ ինչ ունենք։ Մենք չենք թաքցնում, որ ունենք օդի աղտոտվածության հետ կապված խնդիր, բայց որpիսի կարողանանք հստակ լուծումներ տալ, նախ առաջինը մենք պետք է հասկանանք, թե ինչ մակարդակի աղտոտվածության խնդիր ունենք եւ կոնկրետ ֆակտորները որոնք են։ Հիմա այս ուղղությամբ մենք պետք է իրականացնենք մոնիտորինգ։ Ցավոք սրտի այն մոնիտորինգային համակարգը, որով մենք ստացել ենք ժառանգություն դեռ սովետական շրջանից, չեն համապատասխանում այսօրվա գործող որևիցե մի նորմի։ Դրա համար մենք մշակեցինք տարբեր նախագծերը բարեհաջող կերպով ընդունվեց կառավարության կողմից, որտեղ որ մենք վերանայում ենք մոնիտորինգի իրականացման կարգը, համապատասխանում ենք դրան ԵՄ դիրեկտիվներին եւ մշակել են գործողությունների ծրագիր։ Գործողությունների ծրագիրը մենք իհարկե մշակել ենք տարբեր գործընկեր գերատեսչությունների հետ համատեղ, որովհետեւ անելիքները ըստ գործողությունների ծրագրերին տարբեր գերատեսչություններին վերաբերել են։ Օրինակ, փոշի նստեցնող սարքերը քաղաքաշինության կոմիտեի հետ եւ մեր թիմ գործընկերների հետ մշակվեց եւ այսօր արդեն իսկ դա պարտադիր պահանջ է շինարարական հանքարդյունաբերության ոլորտներում։ Խոսքի կներեք, վերաբերում եթե շինարարության այդ այն որ խոնավ օդափչում դրանց մասին է։ Շինական լեզվով ասած փոշի նստեցնող պոմպերի մասին է խոսքը։ Սա մեծ էֆեկտ ունի առհասարակ օդի աղտոտվածության հետ կապված։ Եվ գործողությունների ծրագրում մենք բոլորս կառավարության բոլոր անդամ գերատեսչությունները եւ ոչ միայն գերատեսչությունները, խոսքը վերաբերում է նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ունեն հստակ մշակված աշխատանքային ծրագիր, թե մենք ինչ պետք է անենք եւ դա սահմանված է մինչեւ 2030 թվականը։ Հիմա քանի որ խոսեցի ընդհանուր մոնիտորինգի խնդիրների հետ կապված եւ մեր հնարավորությունը հետ կապված, մենք խիստ անհրաժեշտություն ունենք դրանց վերազինման ուղղությամբ աշխատանք տանելու, այս առումով ինչ ենք արել։ Երևան քաղաքի համար արդեն իսկ ձեռք ենք բերել 2 ժամանակակից մոնիտորինգի սարք, եւս 1 շարժական սարք, հաշվի առնելով տարբեր իրադարձություններ, եւ եւս 3-ը առաջիկայում ձեռք կբերեն, ես կարծում եմ մինչեւ այս տարվա վերջ մենք դրանք կստանանք, քանի որ սա փոխհամաձայնացված հուշագրի շրջանակներում, իդեպ նշեցիք կոպի կարևորության մասին եւ Հայաստանին ինչ կտա, դա նաեւ այդ երկկողմ հարաբերությունների եւ իհարկե կոպի կարգավիճակը հաշվի առնելով մենք Ճապոնիայի կառավարության գործընկերների հետ բանակցեցինք եւ իրենց կողմից որպես նվիրատվություն մենք ստանանք եւս 3-ը եւ այսպիսով ընդհանուր 6 սարքով մենք կծածկենք Երևան քաղաքի մոնիտորինգի համակարգը եւս կրկնակի անգամ դրա անհրաժեշտությունը կունենանք ամբողջ Հայաստանի Հանրապետության համար։ Հիմա մոնիտորինգի սարքերից հետո արդեն մենք հստակ կհասկանանք դա մեքենաների պրոբլեմից էր, դա հանքարդյունաբերության պրոբլեմա կամ դա քիչ կանաչ զոնաների պրոբլեմա։ Հիմա այս պայմանությամբ ես ասում եմ, որ բոլորը միասին, բայց մենք առանձին խնդիրները հասկանալուց հետո նաև եթե անհրաժեշտություն լինի, նաև սահմանափակումներ կմտցնենք, անկախ իմ նշված գործողությունների ծրագրից։ Հիմա այսպես մի քիչ փիլիսոփայական կարող է հարց հնչի, կներեք էլի, որովհետև քանի որ կանաչապատումից ես խոսեցի, հա, անտառներից խոսեցի, արդեն տևական ժամանակ է դուք նախարար եք եւ այսպեսի մի փիլիսոփայական հարց։ Ինչի մենք կանաչ գույնը չենք սիրում այդքան։ Ըստ ձեզ։ Երևի ուսումնասիրած կլինի։ Դե քանի փիլիսոփայությունից խոսեցիք, կա նման գիտական ապացուցված դեպք, երբ ասում են, որ կանաչ գույնը ամենաթունավոր գույներից մեկն է, որովհետև ժամանակին երբ կանաչ գույնը պատրաստվում է, չգիտեմ հավանաբար դա պատճառ ունի, ես չեմ ուզենա դա ուղիղ կապել ընդհանուր էկոհամակարգերին սիրելու չսիրելու հետ, համենայն դեպս ես էլ ձեր հետ փիլիսոփա եմ։ Լավ, եթե ավելի կոնկրետացնենք, օրինակ Նորքի անտառի վերականգնումը ես չեմ հիշում Երևանի քաղաքապետ, օրինակ, սկսած Վանո Սիրադեղյանից, որը չի փորձել այդ խնդիրը լուծել։ Վանո Սիրադեղյանի կառավարման օրոք Երևանում
նորքի հատվածում փորձեցին տեղադրել այդ ռոռոկման համակարգ, ընդ որում ինքնահոս ռոռոկման համակարգ, հետո պարզվեց, որ դա չի աշխատում, հետո հաջորդ քաղաքապետերը ինչ որ բաներ խոստացան, ինչ որ բաներ արեցին, հետո ինչ որ բաներ պարզվեց, որ հեչել այնպես չեն արել։ Հետո ինչ որ ժամանակահատված անց արդեն մոտավորապես 13-14 թվականին 2000 պարզվեց, որ այնտեղ թաքուն մի որոշում կար կառավարության, որով հողի նշանակությունը փոխվել էր, դրա ազդեցությունը հիմա տեսնում ենք արդեն շինարարության տեսքով, որովհետև այդ հողերը վաճառվել էին, հետո մեջ էին արվել, հետո տրվեց շինթույլտվություն, հետո մեկ էլ հանկարծ հիշեցին, որ այդ շինթույլտվությունը պիտի վերածվի շենքի եւ այլն։ Հիմա Նորքի անտառի համար ինչ է արվել։ Սկսեմ Նորքի անտառից, հետո ընդհանուր Երևան քաղաքի հետ կապված անտառապատման խնդիրներին։ Նախ Նորքում վերջի կառավարությունների նիստերով մենք գլխավոր տվյալահաշվության գործընկերների հետ համագործակցաբար արձանագրելով այն փաստը, որ շատ անտառային նշանակության հողատարածքներ տրվել են ապօրինի կերպով կամ ապօրինի կերպով փորձ են արվել փոխել հողի նշանակությունը, մենք վերադարձում ենք եւ վերականգնում ենք պետական շահ այս ուղղությամբ։ Այս պայն վերադարձված հողատարածքների քանակը 7 հեկտարից մի փոքր ավել է, ընդհանուր Նորքի հատվածում մենք ունենք 50 հեկտար եւ ավել անտառային նշանակության հողատարածքներ։ Հիմա ամբողջը մենք աշխատանքային կարգով միացնելու ենք հողերը եւ առաջիկայում մշակում ենք ծրագիր, որպեսզի տվյալ հատվածում լինի անտառ պուրակ, այսինքն լինի անտառային նշանակության հող, լինի անտառ, բայց նաեւ լինի բաց մեր քաղաքացիների համար։ Իսկ այս րոպեներին եւ մենք զրուցում ենք կառավարությունում ընթանում է քննարկում ընդհանուր Երևան քաղաքի անտառապատման հետ կապված եւ մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի Դալմայի այգիների մի հատվածում մոտ 200-ից 250 հեկտարի հատվածում ունենանք եւս անտառային պուրակ։ Այսինքն այնտեղ այն անապատը չենք տեսնելու, որը հիմա կա։ Մեր նպատակը, որպեսզի վերականգնենք տվյալ հողատարածքի իրական նշանակության, այսինքն անտառային նշանակություն եւ փաստացի ունենանք այդտեղ անտառ։ Ես հիշատակեցի Գյումրին, օրինակ ես միգուցե դուք ձեր պատկերացումներ ունեք, օրինակ ես չեմ պատկերացնում Գյումրու ներսում կանաչապատում ինչպես պիտի իրականացվի, հաշվի առնելով, որ պարզվեց ի սկզբանե այնտեղ ջրամատակարարման, ռոռոկման ջրամատակարարման համակարգ անգամ չի եղել նախատեսված, այսինքն չկա քաղաքի կենտրոնը, հնարավոր չի կանաչապատել կամ էլ պիտի գան ամեն օր այդ ջրեն գնան, բայց տարբերակներից մեկը այն էր, որ ես խոսում եի բնապահպանների հետ, քաղաքը ինքը իրենով շրջապատել անտառային հատվածով։ Տեսնում եք նման հնարավորություն։ Մենք Հայաստանի Հանրապետության անտառային նշանակության բավականին մեծ հողատարածքներ ունենք եւ կոնկրետ քաղաքային խնդիրներին անդրադառնալով դա հիմնականում ուրբանիստիկայի լուծման խնդիրներ են, այսինքն մեր գործընկերները քաղաքաշինության ոլորտի կամ ճարտարապետները հնարավոր է ավելի լավ մեզ ուղղորդեն որ հատվածում ինչ, բայց իհարկե ես նման հնարավորություն տեսնում եմ։ Տեսեք, առհասարակ մենք այս վերջի շրջանում, քանի որ խոսեցինք Նորքում տեղի ունեցող կամ այդ ուղղությամբ արվող աշխատանքների մասին, ես նշեցի 7 հեկտար, բայց շատ փոքր հատվածի մասին ենք խոսում։ Իրականում մենք վերադարձել ենք 13000 հեկտարից ավել հողատարած եւ վերել ենք դրանք շիրժակա միջավայրի վերահսկողության տակ, որից միայն 5330 հեկտարի չափ միացվել է Խոսրովի անտառին եւ մենք փաստացի նաեւ նորից հղում անելով միջազգային պարտավորվածություններին, մենք մեծացնում ենք բնության հատուկ պահպանվող տարածքների ծավալները։ Սա աննախադեպ ցուցանիշ է։ Ես ցավում եմ, որ մենք այս աշխատանքը պետք է անենք, շատ ցանկալի կլիներ, որպեսզի այդ կորցված 30 տարիները կամ նաև 90-ականներից սկսված անտառահատումների դեպքը չունենանք եւ մենք հիմա աշխատանքն ենք տանում, որպեսզի վերադարձնենք կամ ունենանք այն անտառաշերտը, որը ունեինք եւ արդեն անցնենք ծավալների ընդհանուր մեծացմանը։ Իսկ ընդհանուր գլոբալ խնդիրների մասին եթե խոսենք, ամենաառաջինը աշխարհական դիրքն են։ Եթե խոսում ենք քաղաքային միջավայրի մասին, հիմա մենք նման խնդիր ունենք, օրինակ Արմավիրի մարզում, Շիրակի մարզում, որտեղ որ բնական ռեսուրսներով մենք ռոռոկման ջրի խնդիր ունենք։
եւ դրա համար առանձին պետք է նախագիծ մշակվի, բավականին մեծ ենթակառուցվածքային ծախսեր պետք է անենք, որպեսզի կարողանանք տարածքները դարձնել ռոռոկել։ Հիմա նույն նորքի հատվածում մենք մինչեւ դա չանենք, ես իրատեսական չեմ ամրում այնտեղ անտառաշերտի մասին խոսել մինչեւ ռոռոկման համակարգի ամբողջական չունենանք։ Փող մսխելու տեղի, այսինքն տնկում ես չորանում են, տնկում ես չորանում։ Եթե չկան բնական կամ առանձին ենթակառուցվածքների ռոռոկման համակարգ, ապա այո կպչողականությունը բավականին ցածր կլինի։ Անտառների թեման այսպես ընդհանրացնելով մի քիչ տեսեք ժամանակին այդ խնդիրը կար, ես գիտեմ որ հիմա էլ կա այդ խնդիրը, խոսք վերաբերում է ապօրինի ծառայատուններին, անտառային ծառայատուններին։ Որում եթե ժամանակին դա տարատեսակ գեներալների ձեռքի գործներ նաև, այդտեղ փայտամշակում եւ այլն, այդտեղ հսկայական ինդուստրիա էր, ըստ էության նույն Տավուշի անտառներում մասնավորապես։ Հետո պարզվեց, որ այնտեղ ահագին մարդիկ դրանով տուն են պահում, թողիկ անտառները կտրենք, հիշեք Իջևանում նման դեպքեր եղան, Դիլիջանում եղան դեպքեր, թողիկ անտառը կտրենք, մենք դրանով տուն ենք պահում։ Հիմա այդ իրավիճակը վերահսկողության տակ է, թե ոչ։ Մենք ավելի շուտ փորձը ցույց է տվել, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում առանձին խնդիրներն անդրադառնալը դա մեզ լավ տեղ չի տանում։ Հիմա մենք կարող ենք ասել արկելում ենք այս մի շաբաթը, հետո վերահսկողության տեմպը թուլացնելով էլի նույն process-ը սկսվի, իհարկե վստահեցնում եմ այդ մասշտաբներին, մենք այդ մասշտաբներից շատ հեռու ենք եւ ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ։ Դրա փոխարեն մենք առաջարկել ենք հիմնական մեծ ռեֆորմ, որը վերաբերում է էկոպարեկային ծառայության հիմնադրմանը։ Էկոպարեկային ծառայության հիմնադրումը դա փաստացի նոր ծառայություն է, ամբողջական զրույց ստեղծված, որի ընթացքում կազմակերպչական առումով մենք բազում խնդիրներ ունենք եւ անդադ փորձում ենք տարբեր օրենսդրական փոփոխություններով իրեն ամբողջացնել։ Այս պահին փաստացի Սյունիքի մարզում ամբողջությամբ գործում է էկոպարեկային ծառայությունը, երբ մենք ասում ենք փաստացի գործում է էկոպարեկային ծառայություն, որովհետեւ տարբեր մարզերում նույնպես արկա է, ես խոսում հետեւյալի մասին։ Նախ առաջինը, որը մեզ անհրաժեշտ է 24/7 ռեժիմով վերահսկողություն եւ ծառայություն, բոլոր տեխնիկական հագեցվածությունը, այսինքն մեքենաները, մնացած վերահսկողական տեխնիկաները, դրոնները, իդեպ նույն աշխատանքը հիմա մենք անում ենք Գեղարքունիքում, Կոտայքում, այլ տարբեր մարզերում, բայց ես ինչու համար եմ Սյունիքի մասին խոսում, որովհետև Սյունիքի մարզը արդեն իսկ անցել է այդ ռեժիմին։ Հիմա եթե աշխատակիցները աշխատանքը սկսում են ժամը 9-ին եւ ավարտում են ժամը 6-ին, իհարկե մենք այստեղ խնդիրներ կունենանք։ Եվ եթե լիազորությունների շրջանակը արդյոք ինքը անտառի վերահսկողության լիազորություն ունի, թե ուղղակի անտառային այլ խնդիրներով, կազմակերպչական, տնտեսական խնդիրներով զբաղվելու լիազորություն ունի։ Հիմա էկոպարեկային ծառայությունը ձեր նշած հարցերին համար մեկ լուծումն է, որի ուղղությամբ մենք աշխատում ենք, նշեմ, որ այս տարի մենք կհասցնենք միանշանակ ավարտին հասցնել Տավուշը, Կոտայք եւ Գեղարքունիքը, մեքենաները մատակարարման փուլում են եւ առաջիկա ամիսներին ես կարծում եմ նաեւ մենք առիթ կունենանք խոսելու թե բացումից հետո ինչ փոփոխություններ ունենք տվյալ հատվածներում, ինչու համար եմ ես առանձնացնում, որովհետեւ իհարկե Գեղարքունիք Կոտայք նախ Սևանի հետ պայմանավորված եւ իհարկե Տավուշ ընդանուր անտառների ծավալի հետ պայմանավորված։ Քանի որ Սևանի մասին հիշատակեցիք, տեսեք, Սևանը ունի 3 խնդիր հիմնականում։ Խնդիր առաջին դա Սևանի մակարդակի պահպանումն է եւ բարձրացումն է, անցած տարվա տվյալներով նախորդ տարվա համեմատ Սևանի մակարդակը 9 սանտիմետրով իջել էր, հիմա ինչ վիճակի առաջին ուղղությունը, երկրորդը դա գործագողությունն է։ Ես չգիտեմ որքանով եմ ես կոմպետենտ նման բան ասել, բայց ասենք վերջին օրերին ես անդադ որ շրջում եմ քաղաքում, Երևանը հեղեղված է սիգով։ Իսկ սիգ գիտենք, որ աճում է միայն բացառապես Սևանում, այսինքն դա որքանով է դա նորմալ եւ որքանով է դա օրինական։ Եվ երրորդը դա խնդիր է, որը ես չգիտեմ կարգավորվեց թե չէ, դա կոյուղաջրերի խնդիրներ, որը լուծվում էր Սևան, տարբեր տեղերից, օբյեկտներից, քաղաքներից, այդ թվում նաև եւ ինչը այդ ուղղությամբ արվում։ Շնորհակալություն հարցի համար։ Ցավոք սրտի բնության մեջ առասակ շրջակա միջավայրի ոլորտում խնդիրները շատ են եւ Սևանալիճ այս առումով բացառություն չէ։ Ու ձեր նշած հանգամանքների բերումով եւ նաեւ այլ հանգամանքներով Հայաստանի Հանրապետության համար Սևանալիճը ունի ռազմավարական նշանակություն
եւ եթե ես ձեր նշած խնդիրները փորձեմ բաժանել երկու հիմնական ուղղությունների, հիմնախնդիրները կլինեն հետեւյալը, նախ առաջինը որակական եւ մյուսը քանակական խնդիրները վերաբերում են նրան, որ օրինակ դեպի Սևանա լիճ հոսքերը նվազում են, օրինակ որոտան արփայով, արփա Սևանով եւ միևնույն ժամանակ գյուղատնտեսության նպատակով ոռոգման օգտագործվող ջուրը պահանջարկը ավելի ու ավելի շատանում է։ Այս առումով մենք աշխատում ենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կառավարման կոմիտեի հետ վարչապետի հանձնարարությամբ մենք ֆիքսել ենք, որ այս տարի օրենքով սահմանված չափականակից ավել մենք բաց թողումներ պետքա չիրականացնենք, կամ ասենք ժար պետքա չիրականացնենք Սևանա լճից, հիշեցնեմ, որ դա 170 միլիոն խորանարդ մետրի մասին է խոսքը։ Այս անգամ ոնց որ եղանակն էլ է վարչապետի հանձնարարականի կողմից, հաշվի առնելով Ես քիչ անց եղանակին նաև կանադարամ, դե նախորդ տարի մենք խնդիր ունենք, որովհետև արձանագրված վերջի տարիների համեմատ ամենաչորս ցմերն էր եւ նաև բավականին եղանակային առումով բավականին բարձր ջերմաստիճան ունենք եւ իհարկե ինչպես նշեցի պահանջարկը 170 միլիոն խորանարդը դա սահմանված է օրենքով, բայց նաև մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի ենթակառուցվածքների նոր փոքր ջրամբարների կառուցման աշխատանքներ իրականացնենք, որպեսզի հնարավորինս քիչ ծանրաբեռնվածություն թողենք Սևանա լճի վրա։ Մյուսը որակական խնդիրների մասին, այսինքն ընդհանուր կենսամակարդակի մասին է խոսքը եւ կենսաբազմազանության իրավիճակի արկա Սևանա լճում։ Հիմնական խնդիրները դա հարակից բնակավայրերի գյուղատնտեսական եւ կենցաղային աղբի արկայությունը Սևանա լճում եւ կեղտաջրերի հոսքը։ Այս առումով արվող աշխատանքները նախ շատ լավ հասկանալով, որ սա մեծ գլոբալ հարց է եւ մենք ուշ-շուտ պետք է անդրադառնանք այս հարցին, մենք Ասիական զարգացման բանկի գործընկերների հետ մշակել ենք ավելի շուտ իրականացել ենք ուսումնասիրություններ, որի արդյունքները արդեն իսկ պարզ են մեր համար, մոտ 170-ից 200 միլիոն դոլարի սահմաններում, ԱՄՆ դոլարի սահմաններում անհրաժեշտ կլինի, որպեսզի կեղտաջրերի հարցը հարակից բնակավայրերի լուծենք։ Դա վերաբերում է կենսաբանական մաքրման կայաններին։ Ինչու համար կենսաբանական մաքրման, որովհետև մեխանիկական մաքրման կայանները ես կարծում եմ, որ արդեն իսկ ժամանակավերև են, իհարկե շատ ավելի լավն են եւ անհրաժեշտ են չունեցած համակարգի հետ համեմատ, բայց ամեն դեպքում կենսաբանական մաքրման կայանները անհրաժեշտ են եւ մենք այս պահին տվյալ ուսումնասիրությունները ոչ թե ընդունում ենք ուղղակի գիտություն, այլ աշխատանքներ ենք տանում, որպեսզի դա բաժանենք փուլային տարբերակի, քանի որ խոսքը մեծ ֆինանսական ռեսուրսների մասին է գնում, ու անցնենք տվյալ աշխատանքներն իրականացնենք։ Մյուս առումով կենսաբազմազանության եւ օրինակ պաշարների վերականգնման աշխատանքները։ Հիմա նախորդ տարի 2025 թվականին մենք Սևանա լիճ բաց ենք թողել, Սևանի իշխան, որը համարվում է էնդեմիկ տեսակ, Սևանի իշխանի 800,000-ից ավել մանրաձուկ, որը նախորդ տարվա համեմատ 2 անգամ ավել էր, եւ այս տարի մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ միայն այս տարի բաց թողենք ավելի շատ, քան նախորդ 2 տարիները միասին վերցված եւ ունենք մի քանի տարբեր ծրագրեր, որ իրականացնում ենք առաջին անգամ։ Օրինակ կողակի մանրաձկան բաց թողումը, որտեղ սանիտար աշխատանք է իրականացնում կողակը Սևանում եւ շատ կարեւոր է մեր համար։ Մենք այս տարի մանրաձկան համապատասխան քանակն ունենալու պարագայում, ես վստահ եմ, որ մենք կունենանք, արդեն 2027 թվականին առաջի անգամ դա բաց կթողենք։ Մենք նման ծրագրեր լի ունենք, որ առաջի անգամ ենք իրականացնում, որը իհարկե ուղղակի կերպով կապ չունի Սևանի, բայց անուղղակի կերպով ունի, օրինակ գետերի կենսաբազմազանության ծավալների վերականգնման աշխատանքներ, օրինակ կարմրախայտը, մենք այդքան շատ խոսում ենք Հայաստանի գետերի կարմրախայտը, բայց ցավոք սրտի մենք նկատում ենք, որ տենդենսը բավականին վատն է եւ նվազ քանակի ունենք եւ դա նույնպես այս տարի առաջի անգամ ենք անելու եւ բաց ենք թողելու հյուսիսային հատվածի գետերում, օրինակ Ձորագետում, Լոռու մարզում, ու այսպես փորձելու ենք նաեւ մեր միջամտությամբ կենսաբազմազանության վերականգնման աշխատանքներն անել։ Խոսեցիք եղանակի մասին, լավ նորությունն այն է, որ 2017 թվականից սկսած առաջին անգամ տարվա առաջին ամիսները համեմատական առումով եթե նայենք ունենք դրական տենդենս։ Օրինակ հունվար ամսին մենք ունենք 1 սանտիմետրով ավել ջուր, որը ստատիստիկորեն տարբերվում էր, իսկ փետրվար ամսին 2 սանտիմետրով ավել ջուր, 1 սանտիմետր կարելի է մոտարկված հաշվել որպես 13 միլիոն խորանարդ մետրի չափով, իսկ այս պահին ունենք մինուս 12 միլիոն խորանարդ եւ եթե եղանակի փոփոխման
պայմաններում մենք ունենանք ցնհալք, ապա կարծում եմ կվերականգնենք այս տարի։ Տեսեք, ես մի կաղ աշխատել եմ Երևանի քաղաքապետարանում, այսպես էլի տարափիլիսոփայական դաշտ, եւ այնտեղ դեռևս Հրաչյա Սարգսյանն էր Երևանի քաղաքապետը, նրա հրանգով աղբորսիչներ դրվեցին Հրազդան գետի վրա, եւ ես ենթադրում եմ, որ այդ աղբի մեծ մասը հիմնականում պլաստիկի տեսքով գալիս էր հենց Սևանից։ Այսինքն ըստ էության դա խոսում էր մեր վերաբերմունքի մասին, հասարակության զգալի մասին, որ գնում են Սևանի կենացը խմում են, հետո դրանց հետո իրենց կերած խմածը թափում են Սևանին, չգիտեմ, երևի նվիրում են ու գալիս են տներով շարունակելով այդ քաղցր կենացներ խմելը։ Հիմա այդ մարդկանց հետ ի՞նչ է պետք անել, որ այդ մարդիկ հասկանան, որ նման բան անել չի կարելի հատկապես Սևանի հետ։ Դե դուք ցավոք սրտի նշեցիք, որ մենք ունենք նաև քաղաքացիական գիտակցության հետ եւ առհասարակ վերաբերմունքը մեր հասարակության եւ շրջակա միջավայրի եւ ցավոք այն հանգամանքը, որ մենք չենք կապում առհասարակ շրջակա միջավայրի առողջությունը ինքներս մեր առողջության հետ, որտեղ դրանք ոչ միայն փոխկապակցված են, դա ուղղակի բխում է մեկի մյուսից։ Հիմա թափոնների կառավարման առումով մենք ներկայացրեցինք եւ օրերս ազգային ժողովը հավանության արժանացեց մեր նախագծին տարբեր օրենքներում փոփոխություններ իրականացնել են, որով սահմանում է, որ 2027 թվականից սկսած հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների, պարկերի, ինչպես նաև մեկանգամյա օգտագործվող սպասքերի արկայությունը եւ վաճառքը արգելվելու է վաճառքի կետերում։ Եվ տուգանքի չափը մենք բարձրացրել ենք հասցնելով մինչև 100-ից մինչև 150,000 դրամ, վերահսկողությունը դրել ենք համատեղ, որը նախկինում արվում էր առանձին գերատեսչություն, հիմա համատեղ ենք անում, որպեսզի օպերատիվությունը ավելի շատացնենք, նախ առաջին տեղական ինքնակառավարման մարմիններին եւ երկրորդը նաեւ շուկայի վերահսկողության ծառայությանը։ Իհարկե բացառություններ կան, եթե անհրաժեշտություն կլինի նաեւ բացառությունների մասին կխոսեմ, սա շատ մեծ քայլ էր այս ուղղությամբ, որովհետեւ նախ պլաստիկը, այն պլաստիկը, որը մենք օգտագործում ենք, ինքը տվյալ ծավալներով վերամշակման համար այդքան էլ նախընտրելի չէ եւ ուղիղ ազդեցություն ունի շրջակա միջավայրի եւ մեր առողջության վրա, ինչպես նշեցի։ Հաջորդ փուլում արդեն ավելի մեծ ռազմավարական նախագիծ կներկայացնենք, որ այս պահին վերջնական փուլում է գտնվում, արտադրողի անլայնված պատասխանատվության նախագիծը, որը կարծում եթե ոչ բոլոր, ապա շատ հարցերի պատասխանը կտա կոնկրետ թափոնների կառավարման ոլորտում, թե ինչ անենք եւ ինչպես անենք եւ անկախ նրանից թե մենք ինչ ենք գիտակցում կամ իզև ենք վերաբերում շրջակա միջավայրին, ավելի հստակ օրենքում արդեն նշված կլինեն մեր անելիքները որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ես նման դեպքերում ասում եմ ճիշտը ծեծելն է, բայց ես պետական պաշտոնյա չեմ, այնպես որ ես կարող եմ դա անել։ Հիմա մեր զրույցը երևի տրամաբանական կլինի ավարտել հանքարդյունաբերությամբ, ես հատկապես որ արդեն կա որոշում, արդեն սկսվել են աշխատանքները եւ առաջիկայում դերևս Ամուսարի հանքավայրը կսկսի շահագործվել եւ այսպես որպես կանոն շրջակա միջավայրի նախարարությունը հայտնվում է այսպես հարձակման թիրախում տարբեր կողմերից, ասում են այս դուք եք տվել, այս դուք եք թույլ տվել, բան ինչի չեք հետևում եւ այլն եւ այլն։ Ինչ եք անում հանքարդյունաբերությունը վերահսկելու ուղղությամբ։ Հանքարդյունաբերության ոլորտի գործընկերները մեր հետ աշխատում են մի քանի ուղղություններով։ Նախ շրջակա միջավայրի ազդեցության գնահատումն ենք մենք իրականացնում, որ օրենքով սահմանված նաև պետք է իրականացնենք տարբեր գերատեսչությունների համատեղ եւ շատ կարևոր է նաև հանրային լսումները, որտեղ որ բարձրաձայնվում են ձեր ասած մտահոգությունները։ Դրանից հետո անցնում են փորձագիտական փուլ, որտեղ ուսումնասիրում են բոլոր հանգամանքները եւ հանգամանքների վերջում տալիս են եզրակացություն, թե ինչ կերպ պետք է հանքը շահագործվի։ Իսկ ոչ միայն տալիս ենք նախագծին դրական կամ բացասական կարծիք, այլ նաև մենք տալիս ենք պարտադիր պայմաններ, թե այդ պայմաններին հետևելով ինչ կերպ պետք է հանքը շահագործվի։ Ջրօգտագործման թույլտվություն, թափոնների կառավարման լիցենզիան, բայց մենք հանքարդյունաբերության իրավունք եւ լիցենզիա չենք տրամադրում, դա մեր գործընկերներն են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության։ Կոնկրետ Ամուսարի դեպքի շմագը 2014-16 թվականներին տրամադրված շմագի մասին ենք խոսում, դրանից հետո հավանաբար տեղյակ տարբեր գործեր քննվեց, ուսումնասիրություններ եղան, դատական հայցեր,
մենք համենայն դեպս մենք չենք հանդիսանում որևիցե պարագայում պատասխանող կողմ, կոնկրետ դատական գործերի մասին եթե ես խոսեմ, բայց եւ այնպես, եթե ի հայտ կգան էկոլոգիական տարբեր հանգամանքներ, որոնք փաստաթղթերը եւ լիցենզիաները տրամադրելուց հետո են, ապա դա մեզ հնարավորություն կտա վերանայելու մեր տված փաստաթղթերը եւ իրավունքները։ Մենք անցած տարի նման վարություն եւս մեկ անգամ իրականացել ենք եւ նման հանգամանքներ իհայտ չեն եկել եւ տեսեք, եթե մենք խոսում ենք ընդհանուր շրջակա միջավայրի մասին, իհարկե մենք բնապահպանական շատ մեծ լիազորություններ ունենք մեր տեսչական մարմնի գործընկերների հետ համատեղ կամ այլ մարմինների գործընկերների հետ համատեղ, բայց շրջակա միջավայրի նախարարության գործունեությունը չի մտնում ամեն նախագծերին եւ ամեն կամ առհասարակ արդյունաբերության ասել ոչ։ Մեր աշխատանքը փորձել լսել տարբեր կողմերի, փորձել բալանսավորել եւ պաշտպանել բնության իրավունքը։ Իսկ այդ դեպքում ավելի ճիշտ չի լինի, որ լիցենզիան էլ դուք տաք, գնահատումն էլ դուք անեք, դուք էլ պատասխան տաք։ Դա կարծում քննարկվելիք հարց կարող է լինել։ Շնորհակալություն։ Զրույցի համար հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։